Կխնդրեմ ներկայացնեք իրողությունը, հա, ինչպես է տեղի ունեցել, երեխաները ինչ հագուստով են եղել, նաև ասում են, որ կա այդպիսի տեղեկություն, որ մորն են գտել տեղափոխել հիվանդանոց։ Այս բոլոր ինֆորմացիաներից որն է ճիշտ եւ որն են կարողանում հերքել։ Նախ առաջինը բարև ձեզ, ինքը Արցախից չի, ինքը Գյումրից էր, ինքը շատ ուշադիր ծնող է, իր երեխոցը, ինքը շատ տանջվելով, իր 5 երեխան ու վարձով ապրում է այդ մեկ, իր վիճակը ինքը անտանելի ապրումներով ապրում, բայց ինքը չի ուզում իր երեխան ոչ մեկից ոչ պակաս լինի, ոչ ավել լինի, իր ստանդարտ պահում է ու ինքը Արցախից չի, ինքը Գյումրից է, ինքը հիմա Վանաձորով վարձով ապրում է, իր ամուսնուց բաժանված, իր ամուսին չգիտեմ ինչ խնդիրներով բաժանված է ու իրանք էլ կենտրոն են հաճախում տենց ամենտեղ, բայց իր ծնող աշխատանք է աղել ու իրանք էլ կազմակերպած իրար զանգերով, իրանք շուտ գնացին, իրանք այդ ճամփով չեն գնում, նախ տենց ասենք, իրանք հարևան ասեցին, որ իրանք մոստով անցնում էին, շներ են հաչել, միգուցե այդ շները հաչել են, այդ երեխեքը վախել են, այդ կողմով են գնացել ու տեղով գնացին, հետո մնացած երեխեքը որ գնացին, կենտրոն ասեցին, բա ուր այդ երեխեքը, ասեցին, որ բա իրանք շուտ են եկել, հետո զանգեցին մորը, ասեցին, բա մամ, երեխեք չկան, ու մեկ է տարածում են, որ Կարմիր շորով ա եղել, մենք ամբողջ սաղ, թե մեր դպրոցի տնօրենությունը, թե ծնողները, ինչ կարգի, թե մնացած ժողովուրդը, թե համայնքապետարան, թե մասպետարան, իրանց սխալ ինֆորմացիա տվին, որ Կարմիր շորով ա եղել, չգիտեմ ինչ լուրեր տարածում են, որ Արցախից ա Կարմիր, ու դա սաղ սուտ ինֆորմացիա կխնդրեինք, մենակ Աստծո կամքով այդ երեխաքը ճարվեն, գան իրանց ծնողի մոտ լինեն։ Իսկ այս պահին ծնողի վիճակը ինչպիսին է, ինչ ապրումների մեջ է։ Շատ վատ վիճակում է ծնողը, բուժօգնությունը եկավ, իրանց տեսավ, ճնշումը չափեց, վատ վիճակա, մինչև առ այսօր մի կտոր հաց չի կերել ու իր երեխեքն էլ նույն ձևի, ոչ մի բան, ապրեն մեր ծնողները ու մեր բոլոր ժողովուրդը, որ իրար կողքի են, ուզում են ինչ-որ օգնեն, բայց չենք կարա Աստծուց, միայն Աստծուն աղոթքն է, որ կարա փրկի այդ երեխոցը ու բերի ծնողի մոտ։ Կխնդրենք այդ տարածությունը, որ Արցախի տեղ, հարցը այդ չի, թող Արցախը կամ Հայաստանը կամ Գյումրին բոլորը համախմբված մարդ մեր բալիկներն են։ Այդ կարանք ասենք, դա կապ չունի, տարբերություն չկա, երեխան երեխա է, ուղղակի ցավոտ է նա, որ գրում են այս ամեն ձևի ու զանգում է մեկը մյուսի արցախցիներին, գիշերը ու ժամին են զանգում, հոտես ստեղ ենք ապրում, ենք էլ ենք, մեկը ես Արցախից եմ բռնի տեղավալ, բայց սխալ ինֆորմացիա են անում ու ծնողը շատ վատ վիճակում է, կխնդրեինք լա բոլորս աղոթենք, միայն աղոթքը։ Երեխաների անուն ազգանունները կնշեք։ Նանե ու Նարեա Մարտիրոսյաններ են։